ուրեմն մի հատ ծառը ցույց տամ, որ քիչ առաջ ավարտեցի։ Նաև ինչ եմ ուզում ասեմ, իմ նյութերի մեջ էլ կա ծառերի հետ կապված, էդի հետ կապված աշխատանքներ։ Ինչ եմ ուզում ասեմ, նայեք, մարտի 2-ն այսօր, ճիշտ ասած արդեն պետք է դված լիներ այս տարվա ձմեռը շատերին հետ գցես, դե բոլորս էլ գիտենք ինչ ձմեռ եղավ ու դեռ չի նահանջում։ Քիչ առաջ նորից ձյուն եկավ, ասենք ամպոմած։ Ինչ եմ ուզում ասեմ, էլի իրոք այգու էդը ամենակարևոր գործն է։ Ու այսօր մեր Հայաստանում մենակ ով փորձ ունի իրան կհասկանան ասածս, էդի աշխատանքները արվում է շատ ինչ ձև ասեմ, որ վիրավորական չլինի, անգրագետ ասեմ, անտեղյակ ասեմ, չգիտեմ, ուղղակի կտրտում են։ Հիմա այս ծառի վրա ասեմ, ես այս այգում նախորդ նյութում էլ ասեցի, որ որոշները կտրտել են, հիմա ես եկել եմ ուղղեմ։ Տեսեք, հիմա այս ծառի պահը արդեն իրավիճակը ոնց կար արել է, մեջտեղինը հանած էր, ցավոք սրտի, հանած էր, նայ կտրվածքից անգամ կարա կզգաք, հանած էր, ես բութակը հեռացրեցի։ Սա մեծ ճյուղեր աճող հեռացրել եմ, սա հեռացրել եմ, այս մասը, ներս մտածները բոլորը հեռացրել եմ, մի հատ մի փոքր սեկատորով կուղեմ այս բրոշները, նայեք, այսինքն եղածի վրա նոր արել եմ, ինչն եմ ուզում ստեղ ցույց տամ, տեսեք, ինչի եմ սա թողել, կարճ ճյուղերա ու վրան պոզիտիվ բողբոջներ, այսինքն նպատակահարմար ենք գտել, համ բերք տա ինքը, համ աճի, օրինակ էսի ներսի մտած ճյուղը, ներսի ինչի նկատի ունեմ, որ այս երկու կմախքային գլխավոր ճյուղերի խտացնող ճյուղն է, բայց կարանք այս տարի ամբողջը տեսեք, ծաղկա բողբոջները, այսինքն էտել է մենակ փրթել թափելը չի, ժողովուրդ ջան, հասկացեք ինչ ծառա, հասկացեք բոլոր ամեն ծառ ունեցող ինքը պետք է առաջինը հասկանա։ Այսօր մեկ ուրիշը հետեց, եկող տարի մեկ ուրիշը հետեց, եկող տարի մյուսը հետեց, այսենց ունենալու եք, չգիտեմ, մի հատ խառնաշփոթ վիճակ։ Ստես դե ասացի, առաջ երկու շարքը ձեր տված էր եկել եմ ուղղել, հետո սկսել եմ ես ուղղել, իհարկե մեջերից էլի որոշներին ձերա տված։ Նայեք մի հատ օրինակ ցույց տամ, տեսեք, էսի կտրել են, ես չեմ կտրել հələ որ, ես սանավից չեմ արդարացնում, որ ջան, նյութերս նայեք կհասկանաք, ինչ եմ ես հասկանում։ Ինչի եթե կտրվածքը անում եք, խիչ եք խորքից հանում, նախ, հələ այս ճյուղերի խտությունը նայեք, ստեղո մենակ սա չպետք է հանեն, էս էլ են հանել, նայեք, այսինքն նպատակը մտածում են, մեջը ազատես ու վերջ, մեջը ազատում են այն դեպքում, երբ որ շատ կարլիկ ծառա, այսինքն մի մետր, մետր ու կեսանոց է, սա շլորի տեսակ է, առնվազն 2.5-3 մետր պետք է սաղարթ ունենաս, որ շատ բերք ստանաս։ Այնպես չի ինտենսիվ այգի արած, այսինքն խեմ ես միշտ ասում տարածքին համապատասխան 4-5 մետր ծառը ծառից հեռու է, 4 մետր, մաշկաչափով եմ ասում։ Իրան ինչի ազատ մեծ չլենացներ, չփռես, մեծ փռելու համար բարձրությունը այո 3 մետր թող, բայց թող մի 3-4 մետր է լայնանա ծառը, որպեսզի շատ ծավալով բերք ունենանք։ Այսինքն առաջի կենտրոնականը հանելը պետք չէր մի անգամից հանել, պետք է դու 2-3 հարկ այդ կենտրոնականի վրա ձևավորեիր փռված ճյուղերով։ Ինչևէ ժողովուրդ ջան, սա ասեցի, ավարտեցի ու մի կարևոր բան, վերջի մասը նայեք։ Միշտ դեպի դրսի կոմի վրա ու բողբոջը նայեք, համ ունի պոզիտիվ բողբոջ, համ ունի այս կարմիր թմբլիկը բերքի բողբոջն է, այս սև փոքր սուր ծերովը պոզիտիվ բանը վեգետատիվ բողբոջն է, որը որ ճյուղա տալու, այսինքն դեպի դրսի վրա է թողած ճյուղերը։ Սա էտեցի։ Հիմա հերթով հասնեմ մյուսներին։ Այս նյութներ սենց ինչ կարամ կհանեմ, կստեղծեմ։ Այսքան։